Time ամերիկյան հանդեսի խմբագիրները 1927 թվականից ընտրում են տարվա մարդուն։ Անվանակարգում հաղթող են ճանաչվում ոչ թե լավ կամ վատ մարդիկ, այլ տվյալ տարվա ընթացքում երկրների եւ մոլորակի զարգացման ընթացքի վրա կարևոր ազդեցություն գործած կանայք, տղամարդիկ, կազմակերպություններ։ Ուստի զարմանալի չէ, որ տարվա մարդ են ժամանակին ճանաչվել ոչ միայն Նելսոն Մանդելան եւ Իցխակ Ռաբինը, այլև մեղամեղա Ադոլֆ Հիտլերը եւ Իոսիֆ Ստալինը։ Տարվա մարդ են ճանաչվել խմբեր, օրինակ ամերիկացի գիտնականները, աբստրակտ եզրույթներ, օրինակ Ուկրաինայի ոգին, եւ վերջապես տարվա մարդ են ճանաչվել ոչ մարդիկ, օրինակ համակարգիչը։ Իսկ ահա այս տարվա հաղթողը նորին գերազանցություն արհեստական բանականության ստեղծողներն են, ծնողները։ 2025-ը այն տարին է, երբ արհեստական բանականության ողջ ներուժը բացահայտվեց մեր տեսադաշտում, պարզ դարձավ, որ հետդարձ չի լինի։ X-ի ցանցում անցած գիշեր հայտարարել են Time-ի խմբագիրները, մեջբերում գրառումից։ Մտածող մեքենաների դարաշրջանը իրականություն դարձնելու, մարդկությանը միաժամանակ հիացնելու եւ մտահոգելու, ներկան փոխելու եւ հնարավորությունների սահմաններն ընդլայնելու համար Time-ը 2025 թվականի մարդ է ճանաչում արհեստական բանականության ստեղծողներին։ Ամսագրի երկու շապիկներից մեկում պատկերված են NVIDIA-ի գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը, Meta-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, X-ի սեփականատեր Իլոն Մասկը եւ Fei Lin, որին ՏՏ ոլորտում անվանում են արհեստական բանականության կնքամայր։ Time-ը նշում է, որ տասնամյակներ շարունակ մարդկությունը ականատես է եղել մտածող մեքենաների ի հայտ գալուն, հիացել է շախմատի չեմպիոններին հաղթելու նրանց ունակությամբ, բայց նաև չի մերվել ռոբոտներից բխող հնարավոր վտանգների բնածին չարամտության եւ մարդու ոգին ճնշելու, մարդ արարածին ստրկացնելու հեռանկարի հետ։ AI-ի կամ ինչպես հայաստանյան շրջանակներում են կեսկատակ ասում ԱԲՕ-ի հիմնադիրները ճանաչվել են տարվա մարդ, արդյոք չի գա այն օրը, երբ հենց ինքը արհեստական բանականությունը կորոշի, թե ով է տարվա մարդը եւ ինչպես պետք է ապրեն բոլոր մարդիկ։ Մասնագետները նշում են, որ Time-ի որոշումը ցույց է տալիս, թե որքան արագ են արհեստական բանականությունը եւ այն կիրառող ընկերությունները փոխում մեր հասարակությունը, մեր կյանքը։ OpenAI-ը այս տարվա սեպտեմբերին հայտնել է, որ իր չաթբոտը ամեն շաբաթ օգտագործում է շուրջ 700 միլիոն օգտատեր։